Պարոն Գրիգորյան, ինչ է կատարվում Գյումրիում, ինչ զարգացումներ են ձեր դաշինքի անդամի շուրջ, ով է ուզում գողանալ։ Ուրեմն մի քանի օր այս պրոցեսները ընթանում է, մեր քաղաքը խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում էր խմբակցություն մանդատը վայր տնելու վերաբերյալ, քննարկում ունեցել ենք մենք, մեր ընկերոջ հետ քննարկում ունեցել ենք, ուղղակի անհարմար է, այս միքրոֆոնները մի փոքր իջացրեք, այս կողմից Սկսենք, հա, երևի։ Չէ, քննարկում ենք ունեցել, խոսել եմ այդ մասին, Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, այսինքն աշխատանքի անցնելու վերաբերյալ եւ խնդրել է, որ մենք որպես թիմ ըմբռնումով մոտենանք եւ այսպես ասեմ, նորմալ ընդունենք, նորմալ ընկալենք իր քայլը, իր դուրս գալը, բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել եմ, նույնիսկ համոզել եմ, որ ընդանուր պայքար է, գնացել ենք այս պայքարին, այդ մանդատը վայր տնելը այս պայքարությամբ ավելի ճիշտ է, որ պահի, ընդանուր պայքարի մեջ ենք, բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, որով պայմանավորված ի վերջո նա համոզել է, բացատրել է եւ մենք մտել ենք Կարենի դրության մեջ, որ իրականում մարդը խնդիր է տեսնում եւ ուզում է դուրս գալ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, որը մեծ հաշվով հարգել ենք այդ որոշումը, գրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օրը ամսի 21-ին դիմումը տրվել է առաջ, ամսի 22-ին քաղաքապետը արձանագրություն է կազմել եւ ուղարկել է տարածքային ընտրական հանձնաժողով, 31 ընտրատարածքային հանձնաժողով, որով արդեն այդ պահին քաղաքապետի արձանագրությունը կազմելու պահից ի վեր արդեն ինքը համարվում է մանդատ չունեցող անձ, սովորական անձ է դառնում։ Դրանից հետո մեկ օր թե երկու օր հետո արդեն այդ արձանագրությունը ուղարկելուց հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է եւ դիմել է մանդատը, այսինքն հետ վերցնելու, որի իրավասությունը, ինչպես արդեն հասկանում ենք, քաղաքապետը չունի հետ արձանագրությունը հետ կանչելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն չունի, օրենքով սահմանված կարգով։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կապ հաստատել չի ստացվել, մեր խմբակցության անդամները չեն կարողացել կապվել Կարենի հետ, չեն կարող հասկանանք, թե պատճառը ինչումն է եւ բացի դրանից արդեն մենք իմանում ենք, որ երբ որ ինքը դիմել է մանդատը հետ ուզելու, նաեւ դրանից մի քանի րոպե հետո երկրորդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու, թե դուրս է գալիս մեր քաղաքը խմբակցությունից, որից հետո մի քանի օր անց արդեն նաև տեղեկանում ենք, որ դատական պրոցեսները սկսվել, այսինքն դատարան է դիմել, թե դատի է տվել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկի կամ բողոքարկեն քաղաքապետի արձանագրությունը, որը որ իր դիմումը ուրեմն, քանի որ դեռ այս պայքարությամբ մենք Կարեն Ուրեմն ժողովուրդ, ես ի սկզբանե ասեցի, որ Կարենի հետ լավ հարաբերություն է եղել, Կարենը մշտապես մեր աջակիցներից է եղել, ընտրությունների ժամանակ, նոր մարդ չէ մեր համար Կարենը, ու այս պայքարությամբ ինքը, որ ինձ դիմել էր այդ ժամանակ, դուրս գալու իր խնդրանքով է եղել։ Ես բավականին ջանք եմ թափել, այսպես ասեմ, որ նա մնա, շարունակի իր գործունեությունը ավականիում, քանի որ գիտեք, Գյումրիում այնքան էլ լավ իրավիճակներ չէ եւ այսօր մեզ համար դա խնդիր է։ Ինչին ի պատասխան Կարենը մինչև վերջ խնդրել է, մինչև վերջ համոզել է, որ ինքը
պարտադիր պիտի այդ քայլը անի, այդ քայլը պիտի արած լինի։ Այն ժամանակ ինձ համար մանդատը վայր տնելու։ Այդ ժամանակ ինձ համար դե այդքան է շատ հասկանալի չէր, թե ինչ խնդիր կա, բայց այսօրվա դրությամբ Կարենի այդքան խնդրանքից հետո հիմա Կարենը այսպես սկզբունքորեն կբաց այդ մանդատը հետ է ուզում ու խմբակցությունից մեր այդ բացարձակ ոչ մի կեր, ոչ մի կարգի պրոբլեմ չունեց այդ տղեն։ Ու այս պահի դրությամբ խոսել վերջին անգամ։ Ես ժողովուրդ ջան, հետևությունները ժողովուրդ ջան, հետևությունները թողնում եմ ձեզ։ Մարտը խնդրել է, համոզել է մեզ, մենք տվել ենք համաձայնություն, մենք համոզել ենք, որ նա մնա, հետո դրանից հետո դիմումը տվել ենք առաջ, ինքը մանդատից արդեն զրկվել է եւ դրանից հետո մարդու հետ կապ չեն կարող հաստատել ու դրանից հետո այդ մարդը այսպես դատական process-ներով բոլոր այցանները, բոլոր տարբերակները օգտագործում են։ Պայմանագրի դերակատարությունը այստեղ տեսնում եք։ Ժողովուրդ ջան, դուք տեսնում եք։ Դուք տեսնում եք։ Դուք ասեք, պարոն Գրիգորյան, մենք կարող ենք շատ բան ենթադրել ձեր թիմից։ Դե նույն ձևի ենթադրությունների շարքից էլ նաև մերն է, որ իմ գնահատմամբ այս պայմանությամբ այո կա խնդիր, այո կա այդ մարդու հետ կապված խնդիր, որը ինձ հետ անձամբ խոսելու արդյունքում ինքը համոզել է, որ դուրս կա չի ուզում, պետք չի, հիմա ես կարող եմ վերլուծություն անել, այս ամեն ինչից հետևություն անել, որ նմանատիպ process է իրականացվում Գյումրի քաղաքում, ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը եւ այս ամեն ինչը ես կարծում եմ դրա հետևանքներն է եւ դե եթե կարելի է սա համարել առաջի քայլը, որ արվել է կամ արվում է, փորձ է արվում անելու, եթե մենք չկարողանանք այս ամեն ինչը պահել ու իմ գնահատմամբ սա ավելի շատ ժամանակի վրա խաղալ է, քանի որ դիմել են դատարան, ուրեմն ցուցակի հետ կապված ճիշտ եմ Շունիկը նախկին ավականիում Բալասանյան դաշինքի անդամ է եղել, որը ԿՊ-ի հետ չէ, ինքը չի եղել, ինքը չի եղել, Կարեն Բադալյան ինքը չի եղել, չէ, աշխատակազմի ղեկավարը ազգակցական կապ ունի ուրեմն դուք կարող եք հիմա գնահատական տալ, որ հանգիստ է տարվել, հանգիստ է այդ ամեն ինչը արվել, դուք տեղյակ եք ինչ է կատարվել, խոսել ենք Կարենի հետ, հասկացել ենք ինչ է կատարվել, դուք բոլորդ էլ լավ հասկանում եք, որ Գյումրի քաղաքը փոքր քաղաք է ու այդ քաղաքի մեջ այդ տղան պիտի շարունակի ապրել, ու այսօրվա դրությամբ այս ամբողջ լրատվական դաշտը, ամբողջ երկիրը խոսում է այն մասին, որ ավագանու անդամ կամ մանդատ են կողանում Գյումրի քաղաքում ու այդ մարդը Գյումրի քաղաքում պիտի շարունակի ապրել, չէ՞։ Այդ մարդը հենց այնպես վերցնի ու որոշի, որ ինքը պիտի դառնա ամբողջ քաղաքով մեկ թիրախ, այդ մարդու վրա պիտի կպնի դավաճանի պիտակի, այդ մարդուն, այսինքն ես չգիտեմ, այս պայմանությամբ ասում եմ այն, ինչ որ մարդու հետ չենք խոսել։ Տեղեկություններ ունեք, սպառնացել են, ինչ են արել։ Ժողովուրդ ջան, ես այս պայմանությամբ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, ընդամենը կարող ենք հետևություն անել այս ամեն ինչից, որ սա ուղղակի դե որ չենք կարող մարդուն գտնենք, որ հասկանանք ինչ է եղել, ես չգիտեմ ինչ է, ամսի 23-ից ինքը մասնակցել է քաղաքապետի ընտրության քվեարկությանը, դրանից հետո մասնակցել է երթմնակալության քվեարկությանը, քանի որ մեր խմբակցությունը, այսինքն օրենքով պարտադիր քվորում պիտի ապահովեր, որ երթմնակալություն տեղի ունենար, մերոնք քվեարկությունը ապահովել են, բայց բուն երթմնակալությանը չեն մասնակցել, այդ երկու process-ների ժամանակ է Կարենը մասնակից է եղել։ Դրանից հետո, ինչքան հիշում եմ, ուրբաթ թե շաբաթ օրն էր, դրանից հետո երկուշաբթի օրը դիմումը առաջ է տրվել, երեքշաբթի օրը մենք էլի կապի մեջ ենք եղել, ամեն ինչ նորմալ է, չորեքշաբթի օրվանից Կարենի հետ կապ չեն կարողացել հաստատել։ Մոտ մեկ շաբաթ։ Կասկածներ առաջանալը ինքը եկել է դիմումի ընթացքում ասեցի արդեն խոսել ենք ամեն ինչի մասին, մարդը սկզբունքորեն
փորձել է ինքը սկզբունքորեն չի եղել նման բան, մարդը դիմում է գրել ավագանու անդամությունից դուրս գալու համար, խնդրել է, համոզել է, Ինչպես է հիմնավորում նորմալ է եղել, ինչ որ արվել է, թիմով է արվել, թիմի հետ քննարկման արդյունքում է արվել, թիմով է որոշվել, չի եղել բացարձակապես տարաձայնություններ, դե բնականաբար որոշման հետ կապված բոլորը դե գիտեք, մեզ համար ինքը դժվար որոշում էր, բարդ որոշում էր, բայց այնուամենայնիվ մենք այն ժամանակ, որ լրագրողները, այսպես ասեմ, ման էին գալիս Մարդուն Գրիգորյանին, ինչ է ասելու, դե ասա Մարդուն, ասա սպասում ենք, չգիտեմ ինչ, այդ ժամանակ Մարդուն Գրիգորյանը իր թիմագիստների հետ, իր հարազատների հետ, ընկերների հետ, բոլորի հետ տարբեր տեսակի, տարբեր հարցեր էր քննարկում, որովհետեւ վերջում կար իր վերջնական որոշմանը։ Այդ ժամանակ իմ հայտարարության տեքստը նույնիսկ քննարկվել է առանձին թիմի հետ, բոլորով քննարկել ենք այդ տեքստը, որին մասնակից է եղել նաև Կարենը։ Բոլոր առումներով որ հետագայում այսպիսի էլի խնդիրների առաջ չեք կանգնի եւ ի վերջո այն մեծամասնությունը, որ ընդդիմադիր ուժերը ունեն այս պահին, կդառնա փոքրամասնություն։ Դե ժողովուրդ ջան, ինչ երաշխիքը տեսնում եք։ Դե թիմի հետ կապված հիմա ժողովուրդ ջան, տեսնում եք ինչ է կատարվում։ Այս պահի դրությամբ այն ինչ որ մենք կարող ենք պահելու հետ կապված պահում ենք։ Այսօր տեսնում եք, որ մենք այստեղ խնդիր ենք տեսել եւ կռիվ ենք տալիս, այսինքն պայքարում ենք մեր մանդատը պահելու հետ կապված։ Ճիշտն ասած, ի սկզբանե, երբ որ ցուցակը ձևավորվել է, մենք բոլորի հետ հանդիպումները ունեցել ենք եւ մանրամասը քննարկել ենք եւ նաեւ քննարկվել է բոլոր հնարավոր սցենարները, որ կարող է լինել այս, կարող է լինել այն, կարող է այս հարցը առաջ գա, կարող է այն հարցը առաջ գա եւ այս պարագայում հենց մեկը Կարենը հավաստիացրել է, որ ինքը խնդիր չունի, ինքը խնդրեմ չունի, ինքը նվիրված է, ինքը կանգնած է, մնալու է մինչև վերջ, բայց այդ մարդը մինչև վերջ մնացել է ընտրություններին մասնակցել է, քվեարկությանը մասնակցել է, դիմումը գրել դուրս է եկել։ Հիմա թե այդ մարդու հետ ինչ է կատարվում, խնդրեմն ինչումն է, այս մարդը ինչի է նմանատիպ քայլի գնացել, արդեն այստեղից կարելի է հասկանալ։ Ազգակցական որևէ կապ կա ձեզ հետ։ Ճիշտ ասած, հայրենիք կուսակցության ցուցակով, այսինքն Դաշինքի պարագայում ինքը երկու կուսակցություններից մեկով ինքը այո, հայրենիքի կողմից է։ Պարոն Գրիգորյան, հմեկի բանավեճից հետո դուք հայտարարեցիք, որ դուք մի այնպիսի բան եք բացատրել, որ այսպես խախտել եք ՔՊԻ-ի սցենարը, որով պետք է Վարդան Ղուկասյանով քաղաք վերցնեին, ասում եք, ես գիտեմ այս կալանավորումները, ձերբակալություններն ինչ համար է, որտեղ ես գիտեմ ինչ եք բացահայտել, ի վերջո ինչ էիք բացահայտել։ Դե բացահայտել ենք այն, ինչ որ բացահայտեցինք, այն ինչ որ Գյումրի քաղաքում տեղի ունեցավ, ես այդ մասին խոսել եմ, այդ մասին հստակ ասել եմ, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ՔՊ-ն իր կուսակցական լրատվամիջոցներով փորձեց Գյումրիում շրջանառել նույնիսկ ընտրությունների բուն օրը դրա գիշերը թռուցիկներ ամբողջ քաղաքով մեկ տարածել, որ ընտրում եք SSS մարդկանց, ձայն եք տալիս Վարդան Ղուկասյանին եւ դրանից հետո արդեն բնութագրում էին տարբեր ձևաչափերով բնութագրում էին Վարդան Ղուկասյանին, դրանով փորձում էին քվեներ տանել դեպի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որպեսզի մարդիկ մեզ քվե չտային։ Մեկը դա, մյուսը քաղաքացիական պայմանագիրը հույսը տրել էր Գյումրի քաղաքում անձնական թշնամությունները խորացնելու վրա, անձնական թշնամության ֆոնի վրա, որ Վարդան Ղուկասյանը, քանի որ հայտարարել էր պատրաստ եմ ձայն տալու ինձնից ավել ձայն հավաքածին եւ ես սկզբունքորեն չէի հայտարարում այդ մասին, իրանք ամեն ինչ անում էին, որ Վարդան Ղուկասյանը կարողանար ավելի շատ ձայն հավաքել, հույս ունենալով, որ Մարդուն Գրիգորյանը անձնական թեմաներով պայմանավորված, այսպես թե այնպես ձայն չի դույլ տալու Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, որի արդյունքում կհագասեր իր այն մյուս ասածին, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չի ունենալու եւ մենք
գտնելու ենք ձևը, մի բան անելու ենք, որ ԿՊ-ն Գյումրիում իշխանություն չունենա։ Նրանք այդ առումով հասան որոշակի հաջողության, արդյունքում 2000 տարբերությունն էր իմ եւ Վարդան Ղուկասյանի տարբերությունը, որից հետո արդեն ընդդիմադիրները, լրատվամիջոցները, ժողովուրդը, բոլորը մի մարդու պես, այսպես ասեմ, պահանջում էին, որ մարդուն տուր հնարավորություն հավաքական ընդդիմության հաղթանակը չմխսեք, այդ հաղթանակը պիտի գա Երևան, այդ հաղթանակը քաղաքային ընտրությունները դարձվեց համապետական ընտրություն, այդ ձևի ալիք բարձրացրեցին, բայց ոնց որ թե մենք մեր քայլերը արեցինք, բայց այդ հաղթանակի ալիքը ինչպես տեսնում ենք, հələ Երևան չի եկել, ու այդ մարդիկ, ովքեր որ պահանջում էին, որ չմխսեք ընդդիմադիրների հաղթանակը, ես իմ դիմումով, երբ որ դիմել եմ մեր գյումրեցիներին, ժողովրդին, ես ներկայացրել եմ մանրամասը, թե ինչով էր այս ամեն ինչը պայմանավորված։ Հիմա ձեր միջև լարվածություն կա, թե այն ամենին որոշակի թույլատրել է։ Ուրեմն մեր անձնական խնդիրները, անձնական հարցերը մնում են մեր անձնականը, ինչպես գիտեք, այսքան տարիների ընթացքում մենք բացարձակապես մեր անձնական հարցերը առաջ չենք քաշել եւ չենք քաշելու, սա քաղաքի, սա պետության, պետականության խնդիր է, հարց է եւ անձնական հարցերով առաջնորդվելը այս պահի դրությամբ սխալ է։ Ով ինչ հարց ունի, ով ինչ անձնական հարցեր ունի, անձնական հարցերը պարզելու, լուծելու, ճշտելու, չգիտեմ ինչ անելու տեղ կա, ժամանակ կա եւ դա կապ չունի քաղաքականության հետ։ Սա կոնկրետ քաղաքականություն է, սա քաղաքական քայլ է եւ մենք 9 ուժերից 8-ը ընդդիմադիր էին ներկայանում եւ 8-ս էլ ի սկզբանե ես առաջի անգամ որ հենց այստեղ այս նույն սրահում հարցազրույց եմ տվել, առաջի օրվանից ասել եմ, որ ԿՊ-ին միանալ չի լինելու, ԿՊ-ի հետ համագործակցություն չի լինելու եւ ես պահել եմ իմ խոսքը։ Իսկ ինչ վերաբերվում է լավ քաղաքապետ է թե վատ քաղաքապետ է, այս պայթրությամբ գնահատական տալ իմաստ չունի, քանի որ հիմա 2025 թիվն ենք, 2011-12 թիվը չենք, 25 թիվն ենք եւ այս պայթրությամբ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելուն գնահատական տալը շուտ է, բայց պիտի ասեմ եւ գյումրեցիներին հատկապես, որ Գյումրի քաղաքում Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ, միանձնյա իշխանություն չէ, Վարդան Ղուկասյանը 4 քաղաքական ուժերի աջակցությամբ, այսինքն 3 եւ իր ուժը, 3 ուժերի աջակցությամբ դարձած քաղաքապետ է, որը պատասխանատու է թե գյումրեցիների առաջ, թե նաեւ այս ուժերի առաջ եւ գյումրեցիներին կուզենամ ուղիղ ասել, որ սիրելի գյումրեցիներ, բացարձակապես անհանգստանալու խնդիր չկա, բոլորը տեսել են, որ մեր խմբակցությունից էր կախված այդ ամեն ինչը, հասկանալի է, որ մենք ի սկզբանե ասում ենք քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում իշխանություն չպիտի լինի ու կախված էր այդ ամեն ինչը մեզանից, մենք մերը պահել ենք, այստեղ կար տարբերակ ոչ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելու տարբերակը, որի մասին ես բարձրաձայնել էի իմ հայտարարության մեջ, որ մենք կարող ենք դիտարկել Կարեն Սիմոնյանի կամ Ռուբեն Մխիթարյանի տեխնացությունը, որոնք քիչ խոցելի տեխնացուներ էին եւ կարելի էր ավելի համախմբված, ավելի կազմակերպված Գյումրի քաղաքում այնպես անենք, որ այդ լարվածություններն չլիներ ու հետագա լարվածությունները չլիներ, որի համար ես պատրաստ էի քննարկման, նաեւ մենք որոշակի չափով քննարկում ձեռնարկել ենք հենց ընտրությունների գիշերը տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, խոսել ենք այդ մասին եւ քննարկել ենք ոչ թե իմ քաղաքապետ դառնալու հարցներ այդտեղ առաջ քաշվում, այլ այն մարդու իսկ ով էր ասել, որ ավելի շատ ձեն հավաքել էր Վարդան Ղուկասյանը, որը հնարավորություն չուներ քաղաքապետ դառնալու մեծ հաշվով ու հենց իրան պիտի միանայինք օրինակի համար։ Ես դա էի առաջ տանում, որ բերեք այնպիսի ընտրություն անենք, որ վաղը մյուսօր քաղաքը չտուժի։ Բայց քանի որ մյուս տեխնազուները արդեն մեկը ավելի շուտ, մեկը մի քիչ ավելի ուշ, իրանք հայտարարեցին, որ միանալու են
Վարդան Ղուկասյանին քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին, այդ պահի դրությամբ արդեն որոշակի չափով հնարավորություն չկար, որովհետեւ այս թեզը առաջ տանենք, բայց այդ ընթացքում նաև փորձել եմ էլի հնարավորինս այդ թեզը առաջ տանել եւ հասկանանք այդ իրավիճակը, այդ մասին ես խոսել եմ Սրբազանի հետ Եվ այդ տարբերակը Միքայել Սրբազանի հետ եւ այդ տարբերակի շուրջ մենք խոսել ենք Սրբազանի հետ եւ արդյունքում տեսնելով որ մեծ հաշվով տարբերակ չկա ու ինքը գնալու է կամ արտահերթ ընտրությունների, որը նույնն է թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերցնելու է Գյումրի քաղաքում իշխանությունը, ինչ պիտի անել երկրորդ չէ, եթե ես տեսեք, տեսեք, հիմա եթե ասում էին, թե ինչ էին ինձանից պահանջում, մի կողմը ասում էր քվեարկի, մյուս կողմը ասում էր չքվեարկես, ճիշտ է, ձայն չտաս, այս պահի դրությամբ, եթե քաղաքապետը, մենք քաղաքապետ ենք ընտրում, ինչ ենք անելու ժողովրդյան, Մարդուն Գրիգորյանը կամ մասնակցում էր տեղում ընտրությունների, քվեարկությանը, այդ ժամանակ քվորում չէր ապահովում, առաջի փուլում չէր լինի բացարձակ մեծամասնություն, երկրորդ փուլում պարզ մեծամասնություն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավել ձայն էր տանում, այսինքն այս պահի դրությամբ դա պրավալ էր գնալու։ Մյուս քայլը ինչ էր լինելու, ես բոյկոտում էի այդ ընտրությունները, քվորում չէր լինելու, արդյունքում գնալու էր արտահերթ ընտրությունների գնալու պարագայում դուք այդ ընտրությունների ընթացքում տեսակ ինչ վարչական ռեսուրս կիրառվեց, ինչ հսկայական միջոցներ ու մեթոդներ կիրառվեց, որի արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարողացավ հավաքել այդքան ձայն։ Նոր ընտրությունների պարագայում հասկանալի է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունենալու էր ավելին, իրենց հաշվարկները, իրենց տեխնազունը ասեց, որ մեր հաշվարկներով 35,000 պիտի մասնակցեր, մենք 17,000 ունենք, 17,000-ով մենք 50 պլյուս էինք լինելու, լավ չէին հաշվարկել, այդ հաշվարկը 35,000-ի պարագայում էին իրանք հաշվարկել։ Եթե արտահերթ ընտրություն լիներ, արտահերթ ընտրությունների ժամանակ ավելի լավ կհաշվարկեին, 17-ի տեղը կլիներ 20 քանի հազար եւ 50 պլյուս կապահովեն։ Այնպես որ դե եղել է այն, ինչ որ եղել է։ Վարչական ռեսուրս, իսկ մնացածի մասին բազմիցս խոսվել է։ Դադարեցնում ամեն դեպքում մանդատի եւ Ինչ։ նոր տեղեկություն եղավ, որ կենտրոնական ընտրական տեղական տեղի չի դադարեցնում մանդատի այսպես ձեր չի փոխանցում հաջորդին, այսինքն կարող ենք եզրակացնել, որ իշխանությունը Ում է տալիս չի փոխանցում։ Այսինքն չի փոխանցում։ Չի դադարեցնում, ինքը մնում է ավականու անդամ։ Անկախ Կարենն է մնում, հա։ Այո։ Ես գիտեմ, Վարդան Ղուկասյանի նկատմամբ չկարողացան, այսպես ասած, ցույցել եք ասում, որ քրեական գործերով փորձում էին այսպես տեղեկցել, հիմա ստացվեց, որ ձեր Ժողովրդյան, իրանք ամեն ինչ անելու են, իրանք փորձելու են այդ մանդատների հետ կապված նմանատիպ բաներով փորձելու են այնպես անեն, որ Գյումրին կառավարելի չդառնա, Գյումրին գնա Բակցությունից հնարավոր էլի անդամներ չհաջողի տապալի կառավարման գործընթացը եւ պատասխանը քաղաքական պրոցեսներ։ Այսինքն դա ձեր տաբալելու բան։ Այս պահի դրությամբ ընդդիմությունը հաղթել է եւ ընդդիմությունը, այսինքն Գյումրին ունի քաղաքապետ։ Հիմա տաբալելը ամեն անգամ է կարելի է տաբալել այսպես ընտրություններ լինի, իշխանության համար ոչ ցանկալի մարդիկ ընտրվեն, տաբալեն, նոր ընտրություններ լինի, Դե այս պահի դրությամբ շահագրգռվածը որն է ժողովրդյան, ընտրությունը եղել է, այսօր Գյումրին ունի քաղաքապետ, որի դեմ բնականաբար փորձում են այնպես անեն, որ Պարոն Գրիգորյան, տեսնեք, որ հնարավոր է ձեր խմբակցությունից էլի ավականու անդամներ մանդատները դնեն եւ ճնշումներ լինեն։ Նմանատիպ կասկածներ իմ թիմի հետ կապված չունեն, բայց որ պրոցեսները արդեն երևույթը պարզ է, որ ամեն ինչ անում են, որ այս պրոցեսները շարունակվի ու ամեն ինչ անելու են, որպեսզի Գյումրիում պրավալ կնա ամեն ինչը, դա հասկանալի է, զավթեն իշխանությունը վերցնեն, արդեն պարզ երևում է,
Քանի որ բոլոր առումներով մենք նայել ենք, որ բոլոր առումներով քաղաքապետի կազմած արձանագրությունը հետ անել չի լինելու։ Այդ մարդը արդեն այդ մանդատը չունի։ Թե այսօր ընտրական տարածքային ընտրական հանձնաժողով իդեպ Արթուր Վանեցյանը մի քանի օր առաջ զանգահարել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ով հավաստիացրել էր, որ պետք չի քաղաքական շարժումներ լինի, ամսի 5-ին մենք նիստ կունենանք, ամսի 5-ի նիստով ձեր համապատասխան մանդատը մենք կփոխանցենք ձեզ։ Վահագն Հովագիմյանը, Վանեցյան Արթուրը 3 մի քանի անգամ նորից զանգարել են նիստի ընթացքում, որ փորձում են բոյկոտել պրավալտան նիստը, չի պատասխանել, այսօր էլ չգիտեմ երևի, այսօր էլ չեն պատասխանել ու արդյունքում, բայց նիստը ասել էին ժամը 6-ին է լինելու, ոնց են ժամը 6-ին է։ Դեն է, ունենք են ինչ որ ունենք, ժողովուրդ ջան, մեր երկրում օրենքը էս է, մեր երկրում օրենքը էս է, օրենքի գերակայությունը էս է, իրանք օրենքը էսպես են պատկերացնում, օրենքը խախտել, ոտնահարել, մարդու իրավունքը ոտնահարել, Իրանից հետո եկող մանդատ ստացողի իրավունքը, ընտրվելու իրավունքը ոտնահարել, որի արդյունքում իրանք կարողանան եւս մեկ մանդատ հաղթնել։ Նարեկ ջան, այդ պետք է արդեն իրանցից հասկանանք, որ այդ մի մանդատը իրանց ինչ էր տալիս, բայց դու լավ հասկանում ես, որ այդ մի մանդատը իրանց ինչ է տալիս, որ դրա համար այսքան կռիվ են տվել, այսպես այս սաղ պետությունը խառնել են իրար, հերթական մեկ մանդատը 14-ից դառնալու է իրենց համար 15-րդ մանդատը եւ իրենց մնալու է երկու մանդատի կռիվ են փորձելու տալ, թե որ թիմերի հետ են անելու, թե որի դեմ ինչ են անելու, որի գլխուն ինչ են սարքելու, ինչ հետևանքներ է ունենալու, այն որ ասում էի, որ Գյումրին հետևելու է Վանաձորի օրինակը, այդ իմ ասածները էլի Բայց դուք Վարդան Ղուկասյանի մասով եք անհանգիստ, պարոն Գրիգորյան, բայց պարզվեց ձեր Ժողովուրդ ջան, այսօրվա դրությամբ, այո, փորձում են, բոլորին է փորձում են, բոլորի հետ էլ այդ աշխատանքները տանելու են, փորձելու են բան ապացուցել, բայց էլ եմ ասում, ես իմ ապացուցելիքը, ամենակարևորը իմ ասածը, իմ խոսքի տերը եղել եմ եւ իմ քվեարկության արդյունքում, իմ քվեարկության շնորհիվ ԿՊ-ն քաղաքապետ չի ունեցել, թե հիմա յուրաքանչյուրի վրա ինչ կարող են անել, յուրաքանչյուրի հետ կապված ինչ խնդրեմ կարող են ստեղծել, այսօր տեսնում ենք, որ այս իշխանության երևակայությանը սահման չկա։ Դուք կարծում եք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ճիշտ ասած, ես այս պահի դրությամբ ես տեղեկություն չունեմ, դուք ասեցիք, քաղաքապետը մեծ հաշվով իրավունք չունի, քաղաքապետի իրավունքները սահմանափակում է այնտեղ, որ ինքը արձանագրությունը կազմ է վերջացրել է, ինքը էլ հետ վերցնելու իրավունքն չունի։ Իսկ նույն Կարենը դիմել էր, որպեսզի հետ կանչեն այդ արձանագրությունը։ Կենտրոնական տարածքային ընտրական հանձնաժողովն է այդ գրությանը, որ սպասում էր այսօր մերոնք տարան այդ գրությունը մուտք տվեցին, այդ գրությունն է մեծ հաշվով ժողովուրդ կապ չուներ այսօրվա գործողությունների հետ։ Այդ գրությունը Չենք դիմել, չեմ կարող ասել ինչ հանգամանքներից է, այո, ինքը Գյումրիում էր ապրում ու այս պայթորությամբ մենք ինֆորմացիա չունենք։ Ես ճիշտ հասկացա, որ ինքը Արթուր Վանեցյանի այսինքն իր առաջարկած տեխնացուն է եղել ցուցակը։ Դե այս պայթորությամբ այդքան շատ կարևոր չէ։ Իսկ դուք համարում եք, որ քանի որ ասացիք տեսակ ինչ եղավ, դուք համարում եք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ է մտել քաղաքական գործընթացի մեջ, եթե ինչպես ասվում է մանդատը փաստորեն Դե տեսանելի չէ։ Տեսանելի չէ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գծում էր տարածքայինի վրա, տարածքայինը գծում է կենտրոնականի վրա, 3 նիստը բաց պահեցին, ասեցին կենտրոնականի հետ խոսել ենք, այդ գրությունը գա հասնի, մենք վաղը որոշում կկայացնենք, մանդատը կտրամադրենք, այսօր գրությունը մենք տարանք տվեցինք, ապահովեցինք, այսինքն ամեն ինչ արեցինք, որ իրենք տարածքային ընտրական հանձնաժողով, որպեսզի իրենք գային եւ իրենց որոշումը կայացնեն, արդյունքում չկար տարածքայինի նախական չկար, չէին կարող կանչել, չէին կարող գտնել, հեռախոսազանգերին չէր պատասխանում, հետո
լրատվամիջոցներին տեղեկություն էր տվել, որ ժամը 6-ին նիստը կանեն, ժամը 6-ին նիստով որոշում կայացնեն, արդյունքում, չգիտեմ, նոր ասեցին, որ ժամը 6-ին էր, ես գիտեմ, որ 6-ին է։ Մանդատի հարցով նոր պետք է։ Այո, նիստը պիտի կայանա ու նիստը կայացնող մարմինը տարածքային ընտրական հանձնաժողովը ժողովրդյան ինքը ընդամենը գործառույթ չունի անելու։ Ինքը ընդամենը պիտի արձանագրե, որ այս մարդու մանդատից արդեն այս մարդը զրկված է եւ մանդատը փոխանցում է հաջորդ համարի մեր թեկնածուին։ Քաղաքապետի արձանագրությունն է իրավական առումով ամենակարևորը եւ քաղաքապետը իրավունք չունի հետ անելու։ Ես հասկանում եմ, այս ժամերն է ցկելը, իմ կարծիքով այն է, որ եթե դիմվել է դատարան, փորձելու են որոշակի ձևով ինչ որ կասեցում ապահովեն եւ մեր քաղաքը խմբակցությանը զրկեն մեկ մանդատից, այսինքն դատական process-ներ կնա այդ ժամանակի վրա խաղան եւ մեր քաղաքը խմբակցությունը 5 մանդատով շարունակի աշխատել։ Եվ մի Այս պայմանությամբ ես կարծում եմ, որ եթե MBC Նարեգն է Միրզոյան, ով նախկին ավագանի է, այո, վստահ։ Պարոն Գրիգորյան, խոսել եք գործընթացի մասին, փորձում եք տպավորություն ստեղծել, որ դա դատապարտելի երևույթ է, բայց դա քաղաքական գործընթաց է։ Համաձայն եք, ներողություն շարունակություն հարցերն քաղաքական գործընթաց է, հիմա իմպիչմենտի տեսքով փորձելու եք դուք ընդդիմադիր խմբակցությունները իրականացնել եւ ինչպես ձեր գործընկերները ասում, ԿՊ-ից մարդիկ տանել, օկել, այսպես ասած, բար համոզել, որպեսզի միանան իմպիչմենտի գործընթացին։ Այսինքն նորմալ է։ Չէ, նորմալ է, որ այս պայմանությամբ մարդը տեսեք, նորմալ է, որ մարդը դիմում է գրել դուրս գալու, դիմում է գրել ինքնական դուրս գալու, ամեն կերպ նորմալ հարաբերությունները հաշվի առնելով եւ դրանից հետո այդ մարդը գալիս է եւ սկսում է վիճարկել այդ խնդիրները առանց մեզ հետ խոսելու, իրեն առանց մեր խմբակցությանը գրավոր տեղյակ պահելու, որը պարտավոր էր անելու, գրավոր տեղյակ պահելու հետ վերցնել